Նախընտրական շրջանում խորհրդարանական ընտրություններին մոտ Թուրքիան շարունակում է քարոզչական տարբեր թեզեր հրամցնել հայ հանրությանը։ Մի քանի տարի առաջ թուրքական կողմը հայտնեց, թե կբացի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, ինչը տեղի չունեցավ։ Խոսակցությունները, որ սահմանը բացվելու է եւ այլն եւ այդպես շարունակ, քաղաքացիների զգալի մասի մոտ տրամաբաններ են ավելի շատ վտանգի եւ տագնապի զգացողություն է առաջացնում, քան տնտեսական ինչ-որ բարիքների։ Թուրքիան չունի այն նպատակ Հայաստանի հետ սահմանը բացելու, բայց ինքը ունի նպատակ Հայաստանի տարածքը օգտագործելու։ Հիմա էլ միջազգային ու թուրքական մամուլը ամբողջ մեդիա դաշտը ողողել են լուրերով, թե նախատեսվում է վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը։ Վերլուծաբանները համոզված են, թուրքական կողմը աշխարհաքաղաքական խաղադրույք է կատարել ավելի շատ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ճանապարհի վրա։ Կարս-Գյումրի երկաթուղին, որը ես ամենատեպս տեսանելի ապագայում իրատեսական չեմ համարում։ Հակառակ դեպքում Թուրքիան չէր կառուցի երկաթուղի Կարս-Իգդիր Նախիջևան, որի վրա արդեն միլիարդավոր դոլարներ են ծախսվում։ Financial Times-ը գրում է, որ օրինակ թուրք պաշտոնյաները փորձում են ամերիկացիներին ներկայացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը միջին միջանցքի մի հատվածն է, եւ այն պետք է այլընտրանք դառնա Հորմուզի նեղուցին ստեղծված պատերազմական գործողությունների համատեքստում։ Գրեթե նույնաբովանդակ հոդված է տպագրել մեկ այլ թուրքական լրատվամիջոց, մանրամասն ներկայացնելով, թե ինչ կազմակերպություններ են ներգրավված Թուրքիայի տարածքում երկաթգծի կառուցման աշխատանքներում, եւ որ այն կնվազեցնի առևտրային խոչընդոտները նաեւ Սև ծովի նավագնացության խափանումների լույսի ներքո։ Իրենք ոչ թե ուզում են Հայաստանի համար ապաշրջափակում ապահովել, իրենք Հայաստանի տարածքների հաշվին այլ երկրների հետ բանակցություններ են վարում Հայաստանի մասին, առանց Հայաստանի բանակցություններ են վարում։ Մնացած ամեն ինչը նախընտրական մանիպուլյացիաներ են։ Ըստ քաղաքագետների թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հետ բանակցություններում զիջումների գնալու փոխարեն, որպեսզի օրինակ Հայաստանով տրանզիտի հնարավորություն ստանա, ստիպում են Հայաստանին վճարել հայ-թուրքական սահմանը բացելու կամ դրա պատրանքի համար։ Մենք արդեն վճարել ենք Արցախով, մենք հիմա պատրաստում ենք փոխել սահմանադրությունը, այսինքն թուրքերը շատ լավ բռնել են այսպես Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս քարոզչական թեզերի նրբերանգները եւ դրա վրա փորձում են իրենց շահերը սպասարկել, եթե չասենք, որ մեր իշխանություններն են էլի ուղիղ սպասարկում Թուրքիայի շահերը։ Մի տեսակ Թուրքիայի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների ռոմանտիզացում է գնում։ Այս ամեն ինչը սա թուրքական նարատիվներ են, որոնք եկել են հայաստանյան իրականություն։ Հայաստանի իշխանությունները գրեթե ամեն օր հայտարարում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Փորձագետները հարց են տալիս. լավ, եթե խաղաղություն է, ապա ինչու են հայտարարում, որ Ադրբեջանն է խանգարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանների դիտարկմամբ Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն Հայաստանի նկատմամբ նույն ծրագրերը։ Ուղղակի Թուրքիան ավելի շատ բարի ոստիկանի դերում է, Ադրբեջանը չար, սակայն նրանց թիվ 1 նպատակը Հայաստանի պետականության քայքայումն է այն աստիճանի, որ պետականությունը դադարի գոյություն ունենալ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ոստիկանության բարեփոխումները, այդ թվում 2024-ին ընդունված նոր օրենքը, որը պետք է կարգավորեր հավաքների ընթացքում ոստիկանական գործողությունները, գործնականում չկարողացան փոխել իրավիճակը։ Ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը շարունակվեցին, իսկ ոստիկանության պատասխանատվության հարցը մնաց բաց։ Այդ խնդիրը ներկայացվել է Amnesty International-ի 2025-ի Հայաստանի վերաբերյալ զեկույցում, որը փաստում է Հայաստանում խաղաղ հավաքների ազատությունը բավականին խոցելի է։ Առավել աղմկահարույց խախտումները գրանցվեցին 2024 թվականի մայիս-հունիսին կառավարության դեմ բողոքի ակցիաների ընթացքում, չնայած առկա էին ոստիկանության կողմից ուժի անօրինական կիրառման բազմաթիվ տեսանյութեր, վկայություններ եւ փաստեր, իրավական հետևանքները խիստ միակողմանի էին։ Քրեական գործեր հարուցվեցին ոչ թե ուժ կիրառած ոստիկանների, այլ հենց ցուցարարների դեմ, ընդհանուր առմամբ 16 քաղաքացու։ Ոչ մի ոստիկան այդպես էլ պատասխանատվության չկանչվեց։ Այս խնդրի վերաբերյալ քննարկումները միշտ հանգում են մի եզրակացության. Հայաստանի իրավական համակարգում պետք է բարեփոխումներ, ոլորտի պատասխանատուներն էլ հակադարձում են, բարեփոխվում է աստիճանաբար, քայլ առ քայլ։ Մենք տարեկան վերապատրաստումներն ենք դարձրել պարտադիր, որովհետև երբ որ մենք նկատում ենք խնդիր, պիտի դա լուծենք, որովհետև դա ուղիղ ազդեցություն ունի ոստիկանության նկատմամբ վստահության ցուցանիշի վրա, եւ ես ուզում եմ ուրախությամբ փաստել, որ 2026 թվականի փետրվարին, երբ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակեց սոցիալական հարցման արդյունքները, ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է, հասնելով 61%-ի։ Իրական բարեփոխումը ոստիկանության ոլորտում դա
հաշվետվողականության բարձրացումն է եւ անպատժելիության վերացումը, որը կա, որ արձանագրվել է Amnesty-ի զեկույցի մեջ։ Նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ իրավապահների ոչ համաչափ ուժի կիրառումը ուղղակի աչք է ծակել, սակայն նույնիսկ ամենաաղաղակող դեպքերն են մնացել անարձագանք համապատասխան մարմինների կողմից։ Աշոտ Սիմոնյանի, թե չեմ սխալվում, ծեծի ենթարկելն էր 30-ից ավել ոստիկանների շրջապատված վիճակում, որ ամբողջությամբ տեսաձայնագրվել էր, դեմքերը բոլորի հայտնի էին, որևէ ոստիկանի քրեական մեղադրանք չէր ներկայացվել։ Իսկ ինչ է գլոբալ առումով այս ամենը, սա ըստ իրավապաշտպանների մեսիջ է նույն իրավապահներին, այն մասին, որ բռնությունները կարող են շարունակվել, որևէ մեկը դրանց համար պատասխանատվություն չի կրելու։ Երբ որ տեսնում ենք, որ գործադիր ղեկավարը երկու անգամ առնվազն տեսել ենք, բռնություններ ակնհայտ տեսագրված բռնություններ կիրառած ոստիկանների գործողությունները հրապարակային արդարացնում է, սա արդեն ոչ թե ուղղակի ցուցում է, սա ուղղակի գործելավոճի ամրագրում։ Ըստ մասնագետների իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրը կարող է սրվել ընտրական պրոցեսների այս շրջանում, երբ չի բացառվում, որ տեղի ունենան մասսայական ցույցեր։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆայևի այցը Հայաստան տարբեր նպատակներ էր հետապնդում, ու դրանցից մեկը տնտեսական ու բիզնես գործոնն է։ Ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպմանը բացի իշխանական վերնախավից մասնակցել են նաև հայազգի մի շարք գործարարներ։ Քննարկումների առանցքում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունն ընդլայնելու տարբերակներն են եղել։ Թե կոնկրետ որ գործարարներն են մասնակցել հանդիպմանը, վարչապետ Փաշինյանը չհստակեցրեց, ասում է, չի ուզում, որ նրանք հասարակության բուլինգին ենթարկվեն։ Նոյեմբերից մինչև հիմա շուրջ 26,000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով, տրանզիտով նաև եկել Հայաստանի Հանրապետություն։ Եվ հիմա գործնականում արգելք եւ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն, բայց ելի եմ ասում, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ եւ որևէ մեկի համար հեշտ չի ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել եւ ես համոզված եմ, որ առաջիկայում նաև այդպիսի Հայաստանից արտահանումներ կլինեն։ Հայ եւ ադրբեջանցի գործարարները փոխանակվել են ապրանքների ցուցակներով հնարավոր հետաքրքրությունների շրջանակը հասկանալու համար։ Մինչ այս պահը երկու երկրների գործարար համայնքները ցանկեր փոխանակել են կառավարությունների միջնորդությամբ։ Արդեն հիմա պետությունը կազմակերպում է գործարար համայնքի հանդիպումները ու վերջիններս շփվում են իրար հետ դեմ առ դեմ։ Ինչ վերաբերվում է ինչ ապրանքներ կարող են արտահանվել, ինչ որ արտահանվում է։ Ինչ որ Հայաստանից արտահան, ոչ, այսինքն դա կախված է այս փուլում բարձրավոր ապրանքների շրջանակը մեծ չի, բայց հետագայում կարան լայմ ինչ որ չէ, որովհետև քանի դեռ հստակ պայմանավորվածություն չկա, հետո պիտի հարց ծագի, բա ասեցիք, որ պետք է արտահանվի, արտահանվեց թե չէ, բան եւ այլն եւ երբ որ կլինի արտահանում, դա արդեն արտահանման մեր վիճակագրությունների մեջ կտեսնեք։ Վերջին օրերին հեղուկ գազի գները կտրուկ աճել են, հասնելով մինչև 260-ից 300 դրամ։ Հայաստանում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ, որևէ մեկը չի գերազանցում նույնիսկ 10%-ի շեմը, այսինքն դաշտը խիստ մրցակցային է եւ տեսականորեն, ըստ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, որևէ մեկը չի կարող գերիշխող դիրք ունենալ։ Նաեւ այս հանգամանքով է պայմանավորված, որ հանձնաժողովն ու էկոնոմիկայի նախարարությունը գների նման թանկացումը առաջին հերթին կապում են Լարսի անցակետի փակ լինելու հետ։ Անցակետը բացվել է միայն վերջերս ու գերատեսչությունները հույս ունեն, որ գազի գինը կսկսի իջնել։ Վարչապետը որպես այս խնդրի վերջնական լուծման միջոց դիտարկում է հեղուկ գազի ներկրման այլ ուղղությունը։ Հեղուկ գազի հետ կապված էլ ամեն ինչի հետ էլ մենք այլընտրանքներ միշտ փնտրում ենք եւ դա մեր օրակարգի հարցն է, միշտ եղել է եւ շարունակելու է մնալ։ Հեղուկ գազի շուկայում արձանագրված գների աճը պատասխանատու գերատեսչությունները պաշտոնապես հիմնավորում են լոգիստիկ խնդիրներով։ Չնայած ոլորտում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների բացակայությանը, շուկան դեռևս զգայուն է մնում ներկրման հիմնական ուղիների տեխնիկական վիճակի նկատմամբ։ Առողջապահական համակարգում անվճար բուժօգնության հասանելիությունը շարունակում է մնալ խնդրահարույց, հատկապես այն դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ դեղամիջոցը անհապաղ է, բայց անհասանելի։ Այս մասին ազգային ժողովում բարձրաձայնել է մարդու իրավունքների պաշտպանը, ներկայացնելով կոնկրետ դեպք, երբ քաղաքացու կյանքի համար կարևոր դեղամիջոցը չի տրամադրվել ժամանակին։ Մի խոսքով խնդիրը ոչ թե իրազեկվածության պակասն է, այլ համակարգային բացերը։
քաղաքացին ըստ էության քաղցկեղ ունի եւ անհապաղ է, հա, իրեն անհրաժեշտ դեղամիջոցը, երբ փորձել է ձեռք բերել, ասել են, որ դեռ տենդերը իհարկե հայտարարված է, բայց դեղամիջոցը դեռ ձեռք բերված չէ, բայց իր համար դա անհետաձգելի կարևորության հարց է եւ ինքն է փաստացի ձեռք բերել ստիպված դեղամիջոցը։ Խնդիրն ըստ պաշտպանի միայն մեկ դեպքով չի սահմանափակվում։ Նման իրավիճակներում առաջանում է կարևոր հարց, ով եւ ինչպես պետք է փոխհատուցի ծախսերը եւ արդյոք քաղաքացու իրավունքները բավարար չափով պաշտպանված են։ Մասնագետները եւս ահազանգում են այս իրավիճակները կարող են ունենալ լուրջ հետևանքներ։ Երբ խոսքը ծանր հիվանդությունների, օրինակ ուռուցքային հիվանդությունների մասին է, ժամանակի կորուստը կարող է ճակատագրական լինել։ Եթե պետությունը հայտարարում է, որ բուժումն անվճար է, բայց գործնականում այն հասանելի չէ ճիշտ պահին, ապա սա արդեն առողջապահական ռիսկ է եւ մարդու կյանքի իրավունքի խախտման վտանգ։ Պետք է մրցույթ հայտարարել եւ հայտարարելուց էլ դա ամիսներ պետք է տևեր։ Այդ իսկ պատճառով պացիենտը մնացել է առանց դեղի։ Առանց դեղի պացիենտը ինչ պետք է անի, կամ գնա դեղորայքը Երևանյան կամ հայաստանյան դեղատներից գնի, իսկ հարիվոր քաղցկեղի դեղի մեծամասնությունը անգամ երևանյան դեղատներում արկա չի, պետք է գնա ուզած այլ երկրի դեղատներից գնի, որովհետեւ դա էլ այն դեղն է, որը անհապաղ անհրաժեշտ է։ Փորձագետների գնահատմամբ խնդրի հիմքում գնումների եւ պլանավորման մեխանիզմների անկատարությունն է։ Անհրաժեշտ է ներդնել արագ արձագանքման մեխանիզմներ, հատկապես կենսական նշանակության դեղերի համար։ Բացի այդ, պետք է հստակ սահմանվի փոխհատուցման կարգը, որպեսզի քաղաքացին չմնա անորոշության մեջ։ Առողջապահության նախարարությունը պետք է նաեւ ստեղծի պահուստային ֆոնդեր կամ այլ գործիքներ, որոնք թույլ կտան նման ճգնաժամային իրավիճակներում ապահովել դեղերի շարունակական հասանելիություն։ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ դեպքերն ուսումնասիրում են հետագայում նման խնդիրների խուսափելու համար։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի քանակը շատ 3 անգամ անհրաժեշտ դեղերի քանակից քիչ է։ Այսինքն, եթե գոնե դեղերը գրանցված եղնեին, բնականաբար կարող այդ պացիենտին վերաբերվելի դեղը գոնե 1 անուն կամ 2 անուն լիներ դեղատնում, այսինքն արկա լիներ շուկայում։ Հիմա ասեմ, որ դեղորայքի մեծ մասը շուկայում արկա չի։ Պացիենտների մեծամասնությունը դեղորայքը գնում են արտերկրից։ Մարդու իրավունքների պաշտպանը եւս ընդգծում է, նման դեպքերը պետք է ստանան անհատականացված լուծումներ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանված լինի ոչ միայն թղթի վրա, այլև իրականում։ Հարցը շարունակում է մնալ օրակարգում, իսկ պատասխանատու կառույցներից սպասվում են հստակ քայլեր համակարգային բացերը փակելու եւ քաղաքացիներին նման իրավիճակներից զերծ պահելու համար։ Աղուհաց կարմիր ժապավեն։ Հրազդանում բացվեց հայկական կարմիր խաչ ընկերության Կոտայքի մասնաճյուղի նոր շենքը, դառնալով վստահության եւ աջակցության նոր հարթակ համայնքի համար։ Նորաբաց շենքը էապես տարբերվում է նախկինից, ավելի ընդարձակ է եւ հագեցած ժամանակակից պայմաններով։ Շինաշխատանքները տևել են 1 տարի։ Շենքը կառուցվել է կարմիր խաչի միջոցներով, Հարավային Կորեայի աջակցությամբ եւ տարբեր նվիրատվությունների շնորհիվ, վկայելով միջազգային համագործակցության մասին։ Հայկական կարմիր խաչը Հայաստանում ունի 12 մասնաճյուղ եւ այս տարի նախատեսում է բացել 13-րդը Գորիսում։ Այս պայմանները մեզ թույլ են տալիս ավելի սահուն եւ հանգիստ իրականացնել մեր ծրագրերը։ Մեր շահառուների նաեւ համար արդեն այսպես ասած սովորել են այս տարածքին, դրա համար մենք այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվել։ Սնունդ ենք տրամադրում, հիգիենայի պարագաներ ենք տրամադրում։ 2020-2023 թվականներից հետո Ղարաբաղից տեղահանվածները ավելի շատ էին դիմում, բայց այս ժամանակահատվածում ես կասեմ, որ բալանսավորվել է դիմորդների քանակը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կարմիր խաչի գործունեության առանցքային ուղղությունները, հատկապես կյանքի դժվարին իրավիճակներում։ Կադրերը վկայում են, թե ինչպես են աշխատակիցները հաճախ վտանգելով սեփական կյանքը, աջակցում աղետի գոտում հայտնված մարդկանց, գործելով շուրջօրյա առանց դադարի։ Հայկական կարմիր խաչը միջազգային կարմիր խաչի հետ համագործակցում է 3 ուղղությամբ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի, բնակչության միգրացիայի եւ առողջապահական սոցիալական հարցերի։ Երբ որ աղետալի դեպք է տեղի ունենում, հայկական կարմիր խաչը ներկայացնում է աղետի ծավալը եւ միջազգային գործընկերները կարողանում են արձագանքել։ Հումանիտար օգնության կարևոր կետերից մեկը ժամանակին արձագանքելն է, որին մենք ձգտում ենք։ Երբ բացվում են նոր գրասենյակներ եւ տարածաշրջանային մասնաճյուղեր, մարդկանց հնարավորություն է ընձեռվում օգնություն ստանալ Հայաստանի տարբեր քաղաքներում։ Ռուսական եւ հայկական կարմիր խաչի համագործակցությունը ունի տասնամյակների պատմություն։ Մենք տարիներ շարունակ համագործակցել ենք տարբեր նախագծերի շուրջ։ Հիմա համագործակցում ենք ընտանիքների վերամիավորման հարցերով, եթե ընտանիքի որևէ անդամ կորել է։
Նոր շենքի բացումը ոչ միայն ենթակառուցվածքային զարգացում է, այլև ուղերձ մարդասիրությունը շարունակվելու է ընդլայնված հնարավորություններով եւ նոր ուժով։